Սիրելի հեռուստատողներ, վերադարձանք եւ շարունակվում է ուղի եթերը, շնորհակալություն ուշադրության նաեւ համար, որ մեզ պարգևում եք, մենք փորձում ենք այդ ուշադրությունը այսպես փոխհատուցել։ Զրույցներով անկեղծ այս օրերին շատ առումով հուզիչ եւ ոգևորող, նաեւ տեղեկություններով լի, որքանով որ կարողանում ենք։ Երբ հայրենիքին վտանգ է սպառնում, ոտի են կանգնում բոլոր նրանք, ովքեր այստեղ ապրում են եւ այս հողն ու ջուրը նրանց համար հարազատ ու սիրելի է ու տունը պետք է պաշտպանել, այլ ընտրանք պարզապես գոյություն չունի։ Ազգային փոքրամասնություններից եւս մասնակիցներ կան եւ Արցախյան առաջին ազատագրողական շարժման եւ այս օրերին էլ ծառայում են հայոց բանակում եւ այսօր մենք խոսենք եզդիների մասին, ովքեր մեզ հետ կողք կողքի ապրում են երկար տարիներ եւ թե առաջին Արցախյան ազատագրման, թե այս 4 օրտեված պատերազմական իրադարձություններին ունեցել են իրենց մասնակցությունը։ Իմ հյուրը Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանն է։ Սաիդ, ողջույն։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք։ Ձեզ նույնպես շնորհակալություն հրավերի եւ նաեւ այս հարցը լուսաբանելու համար։ Ես կարծում եմ, որ մենք երբ որ իրար հետ խոսում ենք հեռախոսով, ամեն զինվորի առջև ուղղակի լուր խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ամեն մեկը թանկ է մեզ համար ու կարծում եմ, որ արդեն այսօր այնքան են այսպիսի խոսքեր ասվել, մի տեսակ ուղղակի էլ չի էլ ստացվում ասել, պարզ է դա այդպես մենք մտածում ենք, բայց ես ցանկություն ունեի անձնապես քեզ տեսնել, նաև մեր եզդի բարեկամներին, եղբայրներին ու քույրերին ուղղել մեր խոսքը, որ մենք մեծ շնորհակալություն ունենք հայտնելու նրանց, իրենց աջակցության համար, իրենց որդիների համար, ովքեր իրենց հայ եղբայրների հետ միասին կռիվ են տալիս անհրաժեշտության պահին ու պայքարում են հայրենիքի սահմաններ անառիկ պահելու համար։ Այսօր ինչ իրավիճակ է, ինչ տրամադրություն է եզդիական համայնքում երիտասարդների մոտ, սկսենք այդտեղից։ Նախ շնորհակալություն հարցի համար եւ նաեւ այդ ձեր խոսքերի համար, իրոք դրանք բավականին հաճելի էին լսել, որ եզդիների գործը դա գնահատվում է։ Ես կնշեի մի բան, եզդիները Հայաստանը համարում են իրենց հայրենիքը եւ այստեղ երբ մենք պատերազմում ենք, կռվում ենք ընդհանուր թշնամու դեմ, մենք կռվում ենք նաեւ մեր հայրենիքի, մեր հողի, մեր Արցախի, մեր ժողովուրդների անվտանգության եւ կայունության համար, մենք համարում ենք, որ Արցախի համար պայքարելը դա նաեւ մեր պարտականությունն է, քանի որ թե Ղարաբաղյան պատերազմում մենք ունեցել ենք բազմաթիվ եզդի կամավորականներ, ովքեր մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին եւ իրենց կյանքն են նվիրաբերել, զոհաբերել հանուն հայրենիքի, հանուն իրենց հողի, այս պատմական հայրենիքի համար։ Ես եւ այսօր այն եզդիները, ովքեր մասնակցում են նաեւ այսօրվա իրադարձություններին, Ղարաբաղ-ադրբեջանական այս շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին, նրանք համարում են դա իրենց պարտքը եւ այս քաջարի հերոսների, այդ առաջին ազատագրման ժամանակ այդ քաջարի հերոսների գործի շարունակողները հենց այսօրվա այս զինծառայողներն են։ Իհարկե, երբ ապրիլի 1-ի գիշերը եւ ապրիլի 2-ի լույս առավոտ տեղի ունեցան այդ իրադարձությունները ադրբեջանական եւ Ղարաբաղյան այդ շփման գծում, իհարկե արդյունքում զոհվեցին հայկական կողմից ունեցանք մարդկային կորուստներ եւ զոհվեցին մի շարք զինծառայողներ։ Նրանց մեջ էր նաեւ 20-ամյա շարքային զինծառայող Քյարամ Սլոյանը, ազգությամբ եզդի, ով իր կյանքը չխնայեց հանուն հայրենիքի, հանուն հայերի եւ եզդիների բարեկամության եւ եղբայրության։ Այսօր նա եզդիների մեջ ունենք լուսանկարները, որոնք փորձել ենք վերցնել հնարավորինս այն լուսանկարները, որ ձեռքի տակ ընկել են, խնդրեմ մի փոքր պատմեք, հենց կոնկրետ զինծառայողի մասին ով նահատակվեց ու կյանքի գնով նաև իր զինակից եղբայրների հետ միասին, ովքեր իրենց գործն արեցին, քաջաբար, անվախ, պետք է հպարտանալ նրանցով, մի փոքր ընտանիքի մասին, այս տղայի մասին եւ ինչ տեղեկություններ ընդհանուր առմամբ կան։ Տեսեք, Քյարամ Սլոյանը արդեն 2 տարի է, որ արդեն ծառայում էր, մարտի 29-ին էր բոլորը 20-ամյակը եւ նրա զինվորական ծառայությանը մնացել է ընդամենը 2 ամիս։
եւ 2 ամիս հետո նա արդեն կազատվեր այդ զինվորական ծառայությունից, սակայն դժբախտաբար տեղի ունեցավ այն, ինչ արդեն տեղի ունեցավ։ Մենք Քյարամ Սլոյանը հիմնականում ապրում է Արտաշավան գյուղում, ապրում է եւ ուներ հիմնականում ընտանիքը ապրում է բավականին ծանր վիճակում, սոցիալապես անապահով են, 4 երեխաներ էին, 3 որդի եւ 1 աղջիկ։ Աղջիկը ամուսնացել էր, Քյարամը համարվում էր արդեն զոհված տվյալ դեպքում։ Նրանք հայրը նույնպես ազատամարտիկ էր եւ մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, նույնիսկ Ղարաբաղյան պայքարի ժամանակ վիրավորվել էր եւ այսօր նույնպես պատրաստ է այս Ղարաբաղյան այս իրադարձությունների ժամանակ մեկնել ճակատ եւ պայքարել ընդհանուր թշնամու դեմ։ Կարծում եմ լսել եմ արտահայտություններ, նրանից չգիտեմ որքանով է դրանք ճշտված թե ոչ, բայց հայտարարել է, որ էլ ոչինչ նրան չի պահում եւ հենց հիմա մեկնելու է ռազմաճակատ, եթե իհարկե իրադարձությունները լինեն ռազմական, նա պետք է վրեժխնդիր լինի, այսպիսի արտահայտություններ մամուլից տարբեր տեղերից, այստեղից, այնտեղից կարդացվել։ Ազատամարտիկ, ով ժամանակին պայքարել է, ում որդին այսօր գնաց հայրենիքի պաշտպանության համար եւ մարդով պատրաստ է այսօր նորից մեկնել, արդեն ոչինչ չի զսպում այդ մարդուն, այդ իր ցասումը արտահայտելու համար ես վստահ եմ, որ նա պատրաստ է հենց այսօր էլ մեկնել ճակատ։ Տեսեք, հենց Արտաշավան համայնքից Ղարաբաղ այդ սահման մեկնել էին բավականին հենց այդ համայնքի ներկայացուցիչները, իր մարտական ընկերները, եւ այդ օրը նաեւ նա պետք է մեկներ սահման, սակայն լսելով իր որդու զոհվելու փաստը, նա մնում է իր համայնքում եւ սպասում է մինչեւ որդու մարմնի վերադարձը եւ նրան հուղարկավորելը։ Ես կարծում եմ, որ այս ամբողջ կրոնական այս սքոց տեսակատարությունները ավարտելուց հետո, երբ այս նաեւ ռազմական գործողությունները իհարկե Աստված չանի, որպեսզի նորից ռազմական գործողություններ սկսվեն, այդ սկսվելու արդյունքում նա նորից կմեկնի իր եղբոր հետ նորից, այդպիսի խոսակցություններ կան եւ հենց ինքն է այդ մասին հայտարարել, որ մեկնելու է եւ իր որդու վրեժխնդրությամբ լցված իր որդու վրեժը լուծելու է։ Ես կարծում եմ ոչ միայն նա, այլ նաեւ համայնքի եզդիական համայնքի մեջ կգտնվեն շատ ավելի մեծ թվով մարդիկ, ովքեր այս անգամ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կմասնակցեն, չնայած այս ապրիլյան իրադարձություններին եղան բազմաթիվ եզդիներ, ովքեր երկրապահ կամավորներ, ովքեր մասնակցեցին այս իրադարձություններին եւ մեկնեցին սահման ոչ միայն սատար եւ աջակից լինելու այդ զինծառայողներին, սահմանում գտնվող այդ զինծառայողներին, այլ նաեւ իրենց անմիջական փորձով եւ գիտելիքներով սատարել նրանց եւ մասնակցել այդ իրադարձություններին։ Եվ կարծում եմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ամբողջ համայնքը եւ ամբողջ ժողովուրդը արդեն ոտքի կկանգնի եւ կմասնակցի այս ամենին եւ կարծում եմ այլևս պետք չէ սպասել եւ սկսման դեպքում մենք մինչեւ վերջ են գնալու եւ այս հարցը պետք է վերջնական իր լուծումը ստանա։ Քիչ հետո ձեր անհատական տարբերակը վերջնական լուծման տարբերակը կփորձեք բարձրաձայնել, մինչ այդ ասեմ, որ օրժակի տեղեկություններով անհետ կորած զինծառայողների շարքում է նաև Արմավիրի մարզի Տարոնի գյուղի բնակիչ 19-ամյա Բորիս Օզմանյանը, եթե կա հնարավորություն մեկ լուսանկար ունենք երիտասարդի զինծառայողի հորեղբայր Ռուստամը պատմում է, որ տղան իր մոտ բջջային հեռախոս է ունեցել, հարազատներից մեկը զանգահարել է զանգին, ադրբեջանցիը պատասխանել, ասել, որ այլևս չզանգահարեն։ Հեռախոսազանգին պատասխանողը ռուսերենով ասել է, որ սպանել է մեր տղային, բայց չգիտենք ինչ ասենք։ Մենք եղել ենք նաև Արցախում, խոսել ենք իր հրամանատարների հետ եւ փոխանցել նրան զինվորի հեռախոսահամարը։ Վերջին հրապարակումը մուտքը одноклассник կայք եղել է ապրիլի 1-ից անհետ կորած Բորիսի եւ շատ ուզիչ վերտարությամբ նամակ է եղել մինչ այս իրադարձությունները, դու մի տխրիր անուշ մամա, կյանքը այսպես չի մնա, նորից ամառ կգա, զինվոր բալետ տուն կգա։ Սա եղել է ժամկետային զինծառայող Բորիս Օզմանյանի վերջին հավանած գրառումը, ոչ թե իր կողմից գրված, որը նա արել է այս տարվա մարտի 13-ին։ Ինչ տեղեկություններ կան այս ընտանիքից եւ արդյոք նորություն կա այս պայդրությամբ մենք սա ընթերցեցինք, թե դեռ անհետ կորածների շարքում է։ Դեռևս համարվում է անհետ կորածների այդ շարքում, դեռևս այլ տեղեկություններ տվյալ դեպքում մենք Բորիս Օզմանյանի մասին չունենք եւ չենք տիրապետում, նույնիսկ պաշտոնական տեսանկյունից եւ այլ տեսանկյուններից եւս։ Դեռևս իրականացվում են որոնողական ինչ որ աշխատանքներ գտնելու Բորիս Օզմանյանին, սակայն դեռևս հնարավոր չէ կապ հաստատել ոչ միայն նրա
նրա հեռախոսի միջոցով, ոչ միայն նրա մարտական ընկերների միջոցով, ընդհանրապես նրա մասին դեռևս տեղեկություն չկա։ Եվ արդեն մի քանի օր է, ինչ ընտանիքը բավականին ծանր վիճակում է, չիմանալով չտիրապետող ոչ մի լուրի իր զավակի վիճակի մասին, եւ կարծում եմ, որ պետք է շարունակել այդ աշխատանքները եւ դա իրականացնել ավելի բուրըն կերպով, պետք է իրականացնել եւ փորձել գտնել այս ոչ միայն նրան եւ այլ նաեւ մյուս բոլոր անհետ կորածներին եւ հասկանալ, եթե նրանք վիրավոր են արդյոք, նրանց բուժում տրամադրվի, արդյոք պետք է հասկանալ այս ամեն ինչին եւ պետք է այս տեղեկություններին հասկանալի է այդ ապրումների, չգիտես որ ապրումն է ավելի ցավալի, երբ արդեն լուրը կա, բոթը կա կապված կորստի հետ, թե բացակայում է որևէ ինֆորմացիա, որելի տանջում է հարազատին, մտերիմին, ընկերներին, բոլոր մարդկանց։ Նշեցիր, որ Քարամի ընտանիքը եւ նաեւ այս ընտանիքը, այս ընտանիքը այս պահին ամբողջ իր մտքերով փորձում ամենալավ ելքի մասին հույս են տածում, որ իրենց որդուն կգտնեն կենթանի վիճակում։ Սիրելի հեռուստատողներ, ես ըստ էության այսպես չեմ ասում, որ մենք այսօր տեսնում ենք ինքնաբուխ համախմբվում է ժողովուրդը, այստեղ ապրող ազգային փոքրամասնությունները, մեր հայրենակիցները բոլորը համախմբվում են եւ միմյանց անպայման օգնության ձեռք մեկնում, այլ տարբերակ չկա ուղղակի, մենք չպետք է հիմա երկրորդականության մտածել ու հասկանում ենք ինչու է այդպես, բայց հիմա եկել է անհրաժեշտությունը դրա։ Եթե Քարամի ընտանիքին, ով այսօր մնացել էր առանց ավակ որդիներ, չէ՞, ընտանիքի։ Կարծում եմ, այո։ Որդու ով իր կյանքը զոհեց հանուն Հայաստանի, եթե կլինեն մեր հեռուստատողների թվում մարդիկ, ովքեր կցանկանան որևէ կերպ աջակցություն ցուցաբերել, մենք անպայման կփորձենք կոորդինացնել այդ աշխատանքները, քեզ էլ կխնդրենք այդ հարցում օգտակար լինել, այո, որպեսզի կոորդինացնենք այդ օգնությունը, սիրելի հեռուստատողներ, ովքեր որ մեզ հիմա դիտում են, նորից առիթ ունենք տեսնելու SD զինվորի լուսանկարներով նահատակվեց այս պատերազմում, 4-օրյա պատերազմում, մի խոսքով սա էդի կոորդինատները ինձ մոտ կա, մենք ունենք կոորդինատները այդ ընտանիքի, անհրաժեշտության դեպքում կփորձենք այսպես համատեղել ձեր ցանկություն ինչ-որ բան անել եւ նաեւ շփում ընտանիքի անդամների հետ։ Նախ շնորհակալություն այդ ձեր բարի նախաձեռնության համար։ Մենք շատ շնորհակալ ենք, որ այդ ամեն ինչում եւ եթե լինեն այնպիսի բարի մարդիկ, ովքեր կփորձեն նաեւ օգնության ձեռք մեկնել այս զոհված զինծառայողների ընտանիքներին եւ բարեկամներին, դա համայնքի կողմից բավականին շատ բարձր է գնահատվում եւ մենք մեր շնորհակալությունն ենք հայտնելու այդ մարդկանց։ Որպես երիտասարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սթափ գնահատելով աշխարհակաղակական իրավիճակը, նաև շատ լավ ծանոթ լինելով ոչ միայն եզդի ժողովրդի պատմության, այլ նաև ուսումնասիրելով հայ ժողովրդի պատմությունը, ինչ ելք է սա դու տեսնում, ինչպիսի զարգացում կամ ինչը կարող է բերել որոշակի ավելի տևական հանդարտեցման, եթե չասենք հավերժ խաղաղության, այդպիսի երանելի բան միշտ պետք է այսպիսի իրականության մեջ ասես անդադ նույնիսկ քնած էլ պետք է ուշադիր լինենք ու այսպես դեռ շարունակվելու է երկար։ Գիտես, ես մտածում եմ, հարգելի Ժակ, որ պարզապես դադար տալով կամ զինադադարներով կամ հրադադարներով այս հարցը իր վերջնական լուծումը չի ստանում։ Չէ՞ որ մենք համացանցում տեսանք մեր զոհված զինծառայողների մարմինների այս պղծման այդ նկարները եւ տեսանյութերը եւ դա պարզապես մի նպատակ էր հետապնդում ահ սարսափ տարածելու մեր բնակչության իհարկե առաջին հերթին նաեւ մեր զինծառայողների վրա։ Սա կարծում եմ նաեւ հակառակ էֆեկտ ունեցավ եւ մարդիկ ավելի գոտեպնդվեցին եւ վրեժխնդրությամբ լծվեցին։ Դրա վկայությունն է, որ այսօր Ադրբեջանը ունի բավականին մեծ կորուստներ, ահռելի կորուստներ թե մարդկային, թե նաև նյութական ռազմական տեսանկյունից, որոնք մի քանի անգամ արդեն գերազանցում են հայկական կորուստներին։ Տվյալ դեպքում ես կարծում եմ, որ միայն հրադադարով կամ դադար տալով հնարավոր չէ, քանի որ դա կարող է որոշակի ժամանակ այդպես դադար լինել եւ խաղաղություն տիրել, սակայն այնուամենայնիվ որոշ ժամանակ հետո նորից ադրբեջանցիները կփորձեն այսպիսի ռազմական գործողությունների դիմել։ Եթե ճիշտ եմ հասկանում, ավելի որոշիչ, ավելի իհարկե վճռական քայլերի պետք է դիմել։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը այս իր նկարներով, այս մարմինների պղծման այդ նկարներով եւ տեսանյութով ցույց տվեց, որ ինքը ընդհանրապես մարդկային քաղաքակրթությանը չի պատկանում։ Նրանք դեռևս գտնվում են
են մարդակերության դարաշրջանում եւ հարևանություն կամ բարեկամություն անել նմանատիպ երկրի հետ կարծում եմ անթույլատրելի եւ անընդունելի է այսպիսի դարաշրջանում։ Ես կարծում եմ, որ ադրբեջանցիները իրենց էությամբ արդեն չեն զարգացել եւ ընդհակառակը ավելի հետ են գնում մարդկային քաղաքակրթությունից եւ կարծում եմ այս հարցին վերջնական լուծում է պետք եւ իսկ Արցախյան Ղարաբաղյան հարցում այլընտրանք չկա։ Ղարաբաղի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը ընտրել է սեփական ճակատագիրը որոշելու, տնօրինելու այդ հրամայականը, չէ՞ որ այն մարդկանց գաղափարներ, այն մարդիկ, որոնք պնդում են, թե Արցախը պետք է վերադարձնել Ադրբեջանին եւ տեսեք ինչպես է, եթե մի ազգ, մի պետություն ոչնչացնում է տվյալ պետության, տվյալ տարածքի բնակիչներին, ատելություն է սերմանում իր քաղաքացիների մեջ ընդդեմ այդ ժողովրդի, ինչպես կարող է Արցախը խաղաղ եւ անվտանգ ապրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության այս պայմաններում։ Ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հարցը ոչ մի այլընտրանք չունի եւ դա պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքով եւ Ղարաբաղը վերջի վերջո այսօր կա դե ֆակտո պետություն եւ կարծում եմ դա պետք է դե յուրե նույնպես ամրագրվի եւ Ղարաբաղը լինի անկախ պետություն։ Շատ հետաքրքիր է, որ այդ եզրույթները իրար անընդհատ հակասում են ժողովրդների ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն։ Ասես հատուկ ստեղծված են ու չես կարողանում հասկանալ այդ երկու կետերը, որոնք անդադ միջազգային կառույցները իբրև կոչված խաղաղեցնելու եւ լուծում գտնելու այս հարցի համար, այդ երկու կետերը այնքան են իրար հակասում, ասես հատուկ ստեղծվել են տասնամյակներ շարունակ չհաղթահարելու համար, զուտ փաստաթղթային առումով այս հարցերը կամ դիվանագիտորեն այս հարցը լուծելու համար, որն է առավել առաջնային ազգային ինքնորոշման իրավունքը թե տարածքային ամբողջականության ըստ նրանց այստեղ այն փակ մուտսենյակը կա, որ չես հասկանում դրանից հետո ուր գնալ եւ սայլը տեղից չի շարժվում դարձ։ Մենք փորձենք այդ երկու սկզբունքները, որոնք Հելսինկյան սկզբունքներ են կոչվում, փորձենք կոնկրետացնել հենց Արցախյան այս հակամարտության տեսանկյունից, եթե մի պետություն, մի ժողովուրդ այլևս հնարավորություն չունի մեկ այլ պետության կազմում ապրելու, տվյալ դեպքում Արցախի ժողովուրդը հնարավորություն չունի այնտեղ անվտանգ եւ խաղաղ ապրելու, չէ՞ որ նրա կյանքի իրավունքը, երջանիկ ապրելու իրավունքը, ամեն ինչը ոտնահարված են Ադրբեջանի իշխանությունների եւ բնակչության կողմից։ Ես կարծում եմ այստեղ տարածքային ամբողջականության սկզբունքը այլևս այնքան գերակշիռ եւ հրամայական չէ, որքան ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ես կարծում եմ, որ Ղարաբաղյան այդ հակամարտության կոնֆլիկտի պարագայում պետք է առաջնայնությունը տալ միայն ազգերի ինքնորոշման եւ ուժի չգործադրման այս սկզբունքներին։ Այս երկու սկզբունքները շատ կարծում եմ ավելի կարեւոր են, քան թե տվյալ դեպքում տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է այստեղ հաշվի առնենք ազգերի ժողովուրդների տվյալ դեպքում նրանց կամքը, նրանց որոշումը եւ ոչ թե պարզապես պետության նպատակը, որ պահպանի իր տարածքային ամբողջականությունը։ Ես կարծում եմ, որ միգուցե տարածքային ամբողջականության սկզբունքը այլ կոնֆլիկտների, այլ հակամարտությունների դեպքում լինի առաջնային, սակայն Ղարաբաղյան պայմաններում ազգերի ինքնորոշման իրավունքը, որով առաջնորդվում է հայկական կողմը, կարծում եմ, որ ճիշտ է ընտրված եւ պետք է այս սկզբունքով էլ Ղարաբաղը իր անկախությունը ստանա։ Եվ իր անկախությունը ստանա։ Շնորհակալություն, որ եկար, ես նորից ուզում եմ հիշեցնել ու պատվով հնչեցնել նրանց անունները, եզդի երիտասարդների, հայոց բանակի զինվորներ, Սլոյան Քյարամ եւ այս պահին անհետ կորածների շարքում Բորիս Օզմանյան։ Չգիտեմ, խոնարհել գլուխս բոլոր զինվորների հիշատակի առջև շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին, արի զավակներ դասյարակելու ծնելու համար։ Քեզ էլ սա շնորհակալություն, որ ժամանակ գտար։ Շնորհակալություն։ Ես մի բան կուզենայի ավելացնել, այսօր Քյարամ Սլոյանը, Բորիս Օզմանյանը, նաև նրանց հետ այդ ազգությամբ հայ զինծառայողները, ովքեր այսօր զոհվել են Քյարամ Սլոյանի հետ միասին, նրանք համարվում են հայ եզդիական բարեկամության մերօրյա հերոսները, Քաջարի հերոսները։ Նրանք համարվում են Ղարաբաղյան այդ պատերազմի մասնակիցների Թաթուլ Կրպեյանի, Մոնթե Մելքոնյանի, Դուշմանի, Օմար Ավդալյանի, Թեմուր Զեյդինյանի եւ այլ Քաջարի հերոսների սկսած գործի շարունակողները։ Այսօր մենք կարող ենք հպարտանալ, որ մեր ազգի մեջ կան այնպիսի մարդիկ, թե հայերի, թե եզդիների մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենց նպատակն են դնում, իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի եւ իրենց նպատակն են դնում հայերի եւ եզդիների բարեկամությունը ել ավելի ամրապնդելու եւ սերտացնելու համար։ Փառք ու պատիվ զինվորներին, մեր հայրենիքի պաշտպաններին մենք կվերադառնանք, ես ավելի շուտ Սայիդին ճանապարհեմ, օրվա նորությունների թողարկումն հերթական մեր եթերում կլինի, իմ գործընկերներին փոխանցեմ խոսքը։